Բարև ձեզ, առողջություն հաղորդաշարի հերթական թողարկմամբ եթերում Կարինե Սահակյանն է։ Այսօր խոսելու ենք օրգանիզմի հայելու, մաշկի առողջության մասին։ Սակայն, իհարկե մաշկային հիվանդությունները մինչև օրս ամբողջությամբ ուսումնասիրված եւ բացահայտված չեն։ Այսուհանդերձ, գիտությանը հայտնի այսօրվա հնարավորություններով մենք կփորձենք օգնել ճանաչված ու սիրված երգչուհի Ջուսին ձեռբազատվել տասնամյակներ շարունակ իրեն տանջող առողջական խնդիրներից։ Ուշադրություն։ Բնատուր տաղանդով եւ զարմանահրաշ աշխատունակությամբ օժտված ինքնատիպ երգչուհի Ջուսը հայաստանյան երգարվեստի ներկայացուցիչներից միակն է, ով համերգներով հանդես է եկել աշխարհի լավագույն կլասիկ բեմահարթակներից մեկում Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ու նաեւ շրջագայել է աշխարհով մեկ հանրահայտ երգչուհի Իրինե Ալեգրովայի հետ։ Սակայն նա էլ, ինչպես յուրաքանչյուր մահկանացու, ունի որոշակի խնդիրներ, մաշկի վրա անցանկալի հետքեր, որոնցից ցանկանում է ձեռբազատվել, քանզի դրանք խանգարում են նրան առօրյայում, առավել եւս բեմում։ Սակայն նա ձեռքբերումներ ունի ոչ միայն երգարվեստում։ Լինելով առողջ ապրելակերպի ակտիվ եւ իհարկե պարտաճանաչ հետևորդ, նա բավականին լուրջ ձեռքբերումներ ունի ֆիզիկական պատրաստվածության առումով։ Կարծում եմ մեր երգարվեստում եւ նույնիսկ ոչ մարզաձևերում ներգրաված կանանց եւ աղջիկների շրջանակում այլևս չի գտնվի որևէ մեկը, ով այնքան է պարապել ինքնուրույն, որ կարողանում է նվազագույնը 600 որովայնի սեղման վարժանքանի հենց առաջին անգամից, ընդ որում աշխատելով բոլոր մկանների վրա։ Այսուհանդերձ, ես նշեցի միայն Իրանի մկանների ձգման վարժանքները, որքան շատ այլ վարժանքներ են նա կատարում, որ կարողանում է բեմում միևնույն ժամանակ երգել եւ պարել։ Կարծում եմ ենթադրություններ կանեք այս առումով արդեն ինքներդ։ Այս ամենը իհարկե գովելի փաստ է, սակայն արդյոք բավարարում է Ջուսի բոլոր պատկերացումներին նվիրված առողջ ապրելակերպին։ Առողջությունը ինձ համար էներգիա է։ Ջուս 33 տարեկան, վնասակար սովորություններ չունի, վարում է բացառապես առողջ ապրելակերպ, բացառում է ֆաստ ֆուդը, մարզվում է, պահպանում է հիգիենիկ եւ խնամքի բոլոր պահանջները, քնի նվազագույն տևողությունը եւ այլն։ Սակայն 2002 թվականից ունի գանգատներ մաշկի վրա մուգ գունավորում ունեցող հետքերի եւ մաշկի գերզգայունության հետ կապված, ալերգիկ է լվացնող ախտահանող խնամքի այլ միջոցների նկատմամբ։ Ինձ համար ռեժիմն է շատ կարեւոր, որ լինել առողջ։ Հաճախակի ինքը շատ դյուրագրգիռ է, բայց էությամբ շատ ուժեղ մարդ է, կարող է առավոտից ժամերով աշխատի ու օրվա վերջում ինքը էլի նույն եռանդուն, նույն ակտիվությամբ երեկոն շարունակի օրինակ։ Ճիշտն ասած, այդքան ես խենթ եմ այդ ամեն ինչի մեջ, որ Մոսկվայից դռնում էինք 9 ժամ Ամերիկա, ես ռեժիմով մեկա, ատամներս մաքրում է, դեմքի կրեմը գիշերային քսում է, նոր քնում է։ Ինչքան որ ես հասցրել եմ հետևեմ Ջուսի վերաբերմունքը առողջ ապրելակերպին, ինքը շատ լավ հետևում է, այսինքն գիտի ինչ սնվի, սպորտով զբաղվում է, թեկուզ ասենք կլինի տան պայմաններում, ցերեկները ինքը անպայման փորձում է գոնե մի ժամ քնի, որը նաև առողջությանը շատ անհրաժեշտ է, որպեսզի ուժերդ վերականգնես։ Լինում են այդպիսի դեպքեր, որ դու չես կարող ազդել առողջ ապրելակերպի վրա, օրինակ, ինչ որ մտնում ես մի տեղ կամ նստած ես ինչ որ շրջապատում, այդպիսի շրջապատում, որտեղ շատ ծխում են։ Դա էլ ասեմ, որ մաշկը դյուրագրգիռ է, այսինքն ջղայնանալուց կամ ուրախանալուց կամ ինչ-որ ցանկացած տեսակի հուզմունքի դեպքում մաշկը կարմրում է, այդ նկատեցի, որ մուգ է այս մասը, ասի, ինչ ասեց հայսի Իսրայելում արևից տենց վառվել է ու մինչև հիմա այդ հետքը մնացել է, հույսով եմ, որ լավ մասնագետների շնորհիվ արդեն այդ ամեն ինչը կարվի, կառողջանա ու ոչ մի պրոբլեմ չի լինի։ Մեզանում արմատավորված է մի կարծրատիպ, թե մաշկային հիվանդությունները բացառապես պայմանավորված են հիգիենայի կանոնների խախտմամբ։ Ուստի բոլորը նախ եւ առաջ մաշկային երևույթների առկայության պարագայում փորձում են գտնել ալերգիկ գործոն։
Այսուհանդերձ, հարգելիներս, եթե դուք շարունակեք հետևել մեր այս թողարկումը, ապա կբացահայտեք մաշկային հիվանդությունների նպաստող բազմաթիվ այլ պատճառները եւ իհարկե դրանցից ձերբազատման ամենահուսալի միջոցները։ Սակայն մինչեւ այդ ներկայացնենք մեր կատարած հարցման արդյունքները։ Այսպիսով, հարցվածների 90%-ը ունենում է մաշկային երևույթներ, որոնցից 80%-ը համոզված է, որ այդ երևույթները պայմանավորված են ալերգիկ գործոններով։ Մինչդեռ իրականում հաստատվել են ալերգիկ խնդիրները միայն 40% դեպքերում, 60%-ը բաժին է հասնում զուտ մաշկային հիվանդություններին։ Իսկ ինչ է այս ամենի մասին մտածում մեր մասնակիցը։ Լսենք նրա կարծիքը։ Դուք դու առհասարակ տեղյակ ես, թե ինչ կարգով կարելի է լուծել քո առողջական խնդիրները։ Դե ես սկզբից մոտ մի ամիս չէի գնում բժշկի, քանի որ գիտեի, որ ինքն իրեն կանցնի, դե ճառագայթներից եւ այլն, տենց ասեցի դե կանցնի կգնա։ Ենթադրաբար, որ արևայրուքն է դա այդ ազդեցությունը ստեղծել։ Իհարկե, եւ ինձ թվում է շատ մարդիկ այդպես են մտածում, որ չգնան կանցնի ինքն իրեն, բայց հետո տես Մածուն քսենք կամ ինչ որ մի բան, այո։ Քսել եմ տենց մածուն, Դու ես փորձել։ տոմատ, հա։ Պիտի ասեմ, որ շատ սխալ մոտեցում է, որ քսում են մածուն կամ որևէ այլ բան, առավել եւս լինում են, որ բուսական յուղ են քսում, նման բաներ պետք չի անել։ Այո, միանշանակ։ Եթե արևայրուք է, ապա կարելի է դրանից հետո սպրեյեր հատուկ դրա համար կան, գնել դեղատնից կամ դիմել մասնագետի։ Հետո սկսել եմ տեսնել, որ նա ավելի վատացել է եւ այլն վիճակը այդ լաքայի եւ այլն ճառագայթներից եւ ասի չէ մենք ես ու մամաս որոշեցինք, որ պետք է գնանք բժշկի ու գնացինք։ Իսկ ինչ մասնագետ եք դիմել նախ եւ առաջ։ Մաշկաբան։ Ընդհանրապես մաշկը օրգանիզմի հայելին է եւ ցանկացած process օրգանիզմի ներսում կատարվող կարող է արտացոլվել մաշկի վրա։ Հետևաբար, եթե դիմեիր ընտանեկան մասնագետին, անվճար սկզբունքով կանցնեիր եւ նրա կոնսուլտացիան եւ նեղ այլ մասնագետի, մաշկաբանի կամ գուցե ալերգոլոգի, հստակ իմանայիր, թե ինչ խնդիր ունես եւ ստիպաշեր լինի տարիներ շարունակ այդպես շարունակել ապրել։ Ես դա չգիտեի, որ այդպիսի բան կա, ուղղակի գնացի բժշկի մոտ եւ ինքը ինչ որ դեղ նշանակեց, քսուկներ, բայց ինչ որ այդքան էլ չօգնեց ինձ։ Թե հստակ ինչ կլինի, կորոշեն բժիշկները, թերևս միայն հետազոտություններից հետո։ Իհարկե, չնայած շատ եմ վախենում բժիշկներից, բայց դե պետք է վերացնել այդ Միանշանակ։ ամենը։ Գնացինք բժշկի։ Գնացինք։ Ինչ գանգատներ ունեք։ Քրիստինե Ջամալյան, Էրեբունի բժշկական կենտրոնի ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ալերգոլոգ, իմունոլոգ։ Ես 2002 թվականին ալեգրվայդ որ գնացել էի Իսրայել, գնացել եմ զագար ընդունելու։ Սկզբից լողացել եմ, ոչ մի բան վրաս չեմ քսել, որտեվ ես երբեք չէի վառվում եւ պարկեցի այսպես արևից ու այսպեսի ինչ որ լաքա եղավ ձեռքիս վրա ու պատկերացրեք 2002 թվականից միջև հիմա նա կամաց անցնում է, բայց մեկ-մեկ ինչ որ եւ քոր է գալիս, եթե օրինակ խլոր կան շատ է, խլորը շատ է ջրի մեջ, ինձ մոտ սկսում է օրգանիզմը կարող է ալերգիա կամ Լավ, սկզբնական շրջանում հենց այդպես ի հայտ եկավ, թե թեփոտում կարմրություն, քոր ցանավորում գուցե։ Քոր կար եւ թեփոտում էր, ավելի շատ մուկ էր նա։ Դες այն հիմա կետ-կետերով Շագանակագույն գույնի մկություն ուներ, այո։ ու փայլում։ Դուք արևից պաշտպանվող ոչ մի միջոց չէիք օգտագործել, որտեղ շատ դեպքերում լինում է, որ միտեղ կուտակումը այդ հատուկ պաշտպանիչ նյութերի լինում է ավելի շատ, այդ պատճառով տեղ-տեղ լինում է գույնի փոփոխություն։ Ես գիտեի չեմ վառվում, մուկ եմ, բայց ես փաստորեն վառվում եմ։ Իսկ դրանից հետո դուք դիմեցիք որևէ մի բժշկական օգնության, կատարեցիք ինչ-որ մի բուժում կամ մասնագետի խորհրդատվություն եղել է այդ։ Իհարկե, Մոսկվայում դիմել եմ, իրանք ինչ որ տվեցին հատուկ ռեցեպտ են գրել, որ դուժ գել հատուկ, որ լողանամ ինչ որ ալերգիայի Այսինքն խնամքի միջոցներ իրենք առաջացրեցին։ Բայց նաև 3 հատ մաս, բայց չեմ հիշում, որը դու ինքդ բացում ես ու ինչ որ քսում ես, Բայց օգտագործել եք այդ քսուկները։ Իհարկե։ Եվ արդյունավետ են եղել արդյոք։ Բայց չի անցել։
Եղել է։ Թեթևացրել են, բայց լիարժեք չի մաքրվել։ Լավ, իսկ որևէ այլ գանգատներ այս ընթացքում աղեստամոքսային տրակտից ինչ որ գանգատներ, փորկապություն, փորլուծություն, նմանատիպ ոչ մի գանգատ չեք ունենում։ Լավ, նորմալ մարսվում է սնունդը, աղիների գործունեությունը կանոնավոր է, խնդիրներ չեք ունենում։ Լավ, շուտ եք, ձյուրագրգիռ եք, շուտ եք նյարդային։ Հա, եթե ոգևորվում եմ եւ ինչ որ, չգիտեմ, նյարդայնանում եմ, Էմոցիոնալ ինչ որ վիճակ է լինում։ կարմիր լականերեն նման սենց ու տաքանում ասա։ Քոր է գալիս դա։ Չէ, քոր չի գալիս, ուղղակի տաքանում է, հետո Ինքն իրեն անցնում է։ Շատ շուտ անցնում։ նկատել եք, որ հպվելուց ինչ որ միտեղ, ասենք կոշտ տեղը հպվելուց կամ եթե պարանոցի շրջանում կամ այլ մարմնի հատվածում ինչ որ մի սեղմոք օղակ լինի, ժամացույց կամ ինչ որ հագուստն է ավելի պինդ սեղմում, նկատել եք այդ տեղերում էլ նույնպես կարմրություն, անգամ ցանավորում եւ քոր։ Ինձ մոտ հա շատ զգայուն է մաշկը, քլորից, ամեն ինչից։ Իսկ մաշկը չոր է ընդհանուր առմամբ։ Կարիք լինում է ոչ այն տեղերում, որտեղ դուք հիմա ունեք արտահայտված ցանավորում, այ ընդհանրապես մաշկը չոր է։ Բայց դեմքի վրա չէ, դեմքի վրա յուղոտ է, դա շատ լավ է, ուշեմ ծերանել, բայց Իսկ վահանաձև գեղձի հետ երբևիցե չէ, նորմալ է։ Այսպիսով, ինչի մասին են խոսում այս գանգատները, ինչ խնդիր է հավանական ջուսի մոտ եւ ինչ է հարկավոր անել նման դեպքերում։ Ուշադրություն դարձրեք, քանի որ նման հարցերով դուք ինքներդ մեզ բազմաթիվ հարցեր եք ուղղում։ Ահա եւ դրանց պատասխանները ջուսի միջոցով։ Հիմա տեսեք, այստեղ մենք ունենք երկու այսպես կոչված հնարավորին պաթոլոգիա։ Առաջինը դա լիաբիլ նյարդային համակարգի հաշվի առնելով խառնված աշխատանքի բնույթը եւ ընդհանրապես էությունը, կարող ենք ասել, որ այստեղ խոլիներգիկ գեղենջացանի տիպի մենք հիվանդություն ունենք, այսինքն խոլիներգիկ նշանակում է ֆիզիկական, էմոցիոնալ ծանրաբեռնվածությունից, տաքից, սառից կարող է լինել շատ ժամանակ, սնունդի երբեմն ուտելուց կամ մաշկի հպումից առաջանում են տեղային բծեր, ցանավոր քոր կարմրություն, որը կարող է ինքն իրեն առանց ոչ մի բժշկական միջամտության անցնել։ Դա վտանգավոր են առումով, որ հետագայում նա կարող է այնպիսի տեսակի վերածվել, որ արդեն կարիք լինի դեղորայքով անցկացնել, այսինքն ինքստ ինքյան չի կարող անցնել։ Այստեղ ունենք մաշկի չորության խնդիր, որը որ պարտադիր պահանջում է խոնավեցնել։ Հա, ես Բացի դրանից մի փոքր ունենք մաշկային մաշկաբորբ, որը կարող է տեղ-տեղ ձեզ մոտ խառը բնույթ է կրում, այսինքն ոչ զուտ միայն ալերգիկ է, այլ նաև մի փոքր մաշկային գուցե խնդիր, գուցե բորբոքային եւ սնկային խնդիրներ ունենանք, որը մենք արդեն կշտկենք մաշկաբանին դիմելու միջոցով։ Լավ, զուգակցված բուժումը ինձ թվում է բավականին լավ արդյունք կտա։ Բժիշկ, ձեր խոսքում մաշկի թեփոտումը եւ հատկապես լակաների շուրջ թեփոտումը կենտրոնական տեղ էր զբաղեցնում, սա ինչ մասն է խոսում։ Թեփոտված մաշկը անկալունակ է եւ ինֆեկցիայի, եւ սնկի նկատմամբ, եւ ալերգիկ դերմատիտի առաջացման դեպքում մեծ տեղ է գտնվում։ Այսպես կոչված ռիսկի գործոնները համարվում ամենամեծը մաշկի թեփոտումը։ Եվ այս դեպքում եւ կարող է արևից, եւ կարող է սննդամթերքից, հատկապես նյարդային լիաբիլ մարդկանց մոտ գերզգայուն վիճակ է լինում եւ որից կարող են առաջանալ արդեն մաշկային խնդիրներ։ Մեր հեռուստադիտողների մեծ մասը հաճախ հետաքրքրվում է, թե ինչպես կարելի է մաշկային վարակիչ հիվանդությունները տարանջատել ալերգիկ բնույթի ոչ վարակիչ խնդիրներից։ Մենք իհարկե այս հարցը հնչեցրեցինք բժշկի մոտ, հավելելով նաև մի հատված, որը նվիրված է իսկ արդյոք կարելի է դա անել գաղափարին։ Ահա թե ինչպես մեկնաբանեց իրավիճակը մասնագետը։ Մենք ունենք խառը դերմատոզներ, մենք ունենք սնկային դերմատիտներ, մենք ունենք ինֆեկցիա, որը որ ցանկացած այն ստանդարտ քսուկները, որոնք օգտագործվում են այդ դեպքում, կարող են հակառակը մեզ խանգարել, այսինքն աճեցնել սունկը, որովհետև նրանք պարունակում են հորմոնային դեղորայք, որը որ հակացուցված է սնկային հիվանդության ժամանակ, հակացուցված է բորբոքային հիվանդության ժամանակ, եւ այստեղ մենք արդեն կունենանք ոչ թե այն առաջնային հիվանդությունը, այլ բավականին բարդացած վիճակ, որը կպահանջի եւ ավելի լայնածավալ դեղորայքի օգտագործում Եվ ավելի լայնացնել քննություններ թերևս։ Իհարկե, դրա համար ցանկալի է առաջին հերթին բժշկի խորհրդատվությունը։ Մենք որ գտել ենք ձեր կաբինետը եւ արդեն մտնում ենք, ձեր մոտ գրված էր ալերգոլոգ, իմունոլոգ, օրինակ իմունիտետը կապ ունի, հա, ինչ որ ալերգիայի հետ, թե
շատ դեպքերում մենք խնդիր ունենում ենք հենց թերի իմունիտետի հետ կապված։ Այսինքն ինչ որ մի շրջանակը թերի է կամ հակառակը գերզգայուն, այդ պատճառով էլ մեզ մոտ ալերգիկ հիվանդությունները գլուխ են բարձրացնում։ Ի սկզբանե ասեմ, որ ալերգիան դա ատոպիայի հակում է։ Դա հենց դրված է գենետիկորեն մակարդակով եւ դրա մեջ շատ մեծ դեր է խաղում հենց իմունային համակարգը։ Ցանկացած ինֆեկցիա, ցանկացած վիրուսային գրիպ կարող է առաջացնել դիմադրողականության անկում եւ մեր շատ հիվանդներ նշում են հենց այդ ֆոնի վրա են սկսում սրանալ ալերգիկ հիվանդությունները կամ չեն ունեցել ոչ մի խնդիր, հենց դիմադրողականության անկման ֆոնի վրա է բռնկվել, ի սկզբանե սկսվել եւ հետո քրոնիկ ընթացքին իհարկե նպաստում է դիմադրողականության անկումը։ Դա կարա տարբեր պատճառներով լինի։ Ամենահասարակ պահված դիետան կարող է նպաստի դիմադրողականության անկմանը, որի հետևանքով ալերգիկ հիվանդությունը կարող է գլուխ բարձրացնել։ Մրսածությունը, վիրուսային գրիպը կարող է նկատվում է, որ կարող է նպաստի սրացմանը նաև։ Իմ մոտ ամեն տարի ինչ որ տարբեր բաներ են լինում, չգիտեմ, օրինակ արևից կամ քամուց արդյունքներ ա գնում միշտ, այն որ գարունը փոփոխվում է, ինչ որ ամռան, այսինքն ծաղիկների ծաղկման հետ դուք նկատի ունեք։ Տարբեր, հա, բայց չի եղել։ Այսինքն կարելի է հստակ արդեն ասել, իհարկե սկզբնական դա ախտորոշման մասին է խոսքը, ալերգիայի, այսինքն ատոպիայի հակումը դուք հաստատ ունեք։ Դա կարող է մեկ արտահայտվի որպես պրշտոց արցունքահոսություն, մեկ այլ դեպքում մաշկային տեսքով կարող է արտահայտվել, այսինքն տարբեր իր արտացոլումները կարող է անցնել, այո, կարող է անցնել, ձևափոխվել, ինչու՞ չէ։ Մի տեսքից անցնի մյուս տեսքին։ Որ գնամ ուրիշ քաղաք օրինակ ապրելու, այնտեղ լրիվ ուրիշ կլիմատ է, չէ՞, եւ Այլ զգացողություններ են զարգանում։ Կարող անցնի այդ բանը, չէ՞, փռշտոց կամ Դա միանշանակ բնորոշ է մեր ալերգիկ հիվանդություններին։ Վերջապես պետք է իմանալ, որ մաշկի վրա կարող են գոյանալ բշտեր ու այտուցներ, ինչպես ալերգիկ պրոցեսների ժամանակ, այնպես էլ մաշկային վարակային պրոցեսների։ Այսպես ուրեմն ամենավտանգավոր ալերգիկ պրոցեսը, որը կարող է զարգանալ նույնիսկ արևից, դա կվինկեի այտուցն է։ Այս դեպքում զարգանում են մաշկի վրա ինչպես այտուցներ, բշտեր, այնպես էլ նմանատիպ պրոցեսներ են զարգանում օրգանիզմի ներսում։ Այտուցվում է դրա արդյունքում շնչափողը, առաջացնելով շնչառության դժվարություններ, շնչահեղձություն եւ նույնիսկ կարող է դառնալ մահվան պատճառ։ Այնպես որ հարգելիներս նույնիսկ ամենաանմեղ թվացող երևույթի պարագայում պետք չէ գործել ինքնուրույն, քանզի մարդիկ հաճախ այնքան ուշ են դիմում մասնագետներին եւ այնքան խճճված պատկերով ինքնուրույն օգտագործած դեղամիջոցների արդյունքում, որ բժիշկներին շատ դժվար է լինում գտնել հիվանդության սկզբնապատճառը եւ այնուհետեւ համոզել մարդուն, որ իր մոտ առկա է հենց այդ խնդիրը։ Համաձայն կարգի բժիշկը նշանակեց համապատասխան հետազոտություններ, որոնց թվում էին արյան ընդհանուր քննությունը լեյկոֆորմուլայով, կենսաքիմիական քննությունները, լյարդի երիկամների ֆունկցիայի որոշման համար, շաքարի տոկոսի, մակարդելիության ցուցանիշների, իմունոգլոբուլին Ե-ի քանակական եւ որակական հատկանիշների բացահայտման համար։ Նշանակվեց նաև արտաթորանքի հետազոտություն բացահայտելու ճիճվագրությունը, քանզի դրանց պարագայում եւս կարող են զարգանալ ինչպես նյարդային, այնպես էլ մաշկային երևույթներ, ինչպես նաև կատարվեց ներքին օրգանների էխո, այսինքն սոնոգրաֆիկ հետազոտություն։ Բարեբախտաբար, այս հետազոտության արդյունքում մտահոգիչ երևույթներ չարձանագրվեցին։ Այսուհանդերձ, արյան հետազոտությունների պատասխաններին դեռ պետք էր սպասել, ինչը արեցինք եւ մենք։ Մինչև արյան հետազոտությունների պատրաստիները անդրադառնանք եւս մեկ ալերգիկ տարածված հիվանդության, որը հիմնականում լինում է տարվա շոկ եղանակին։ Խոսքը ֆոտոդերմատոզների մասին է։ Այս դեպքում մաշկի բաց հատվածներում դեմքի, պարանոցի, ձեռքի մաշկի վրա, հիմնականում այն հատվածներում, որոնք պաշտպանված չեն հագուստով, զարգանում է կարմրություն, ալերգիկ ցանավորում, ինչպես նաև քոր, թեփոտում եւ մի շարք այլ տհաճ զգացողություններ։ Հստակ գծով սահմանազատվում է ախտահարված հյուսվածքը առողջ հյուսվածքից։ Այս դեպքերում մարդը հասկանալով, որ սա զարգանում է հիմնականում արևից, օգտագործում է հակաալերգիկ միջոցներ եւ ինչը շատ վտանգավոր է նաեւ իմունիտետի վրա ազդող դեղամիջոցներ։ Հարգելիներս ուշադրություն դարձրեք, սա բավականին տարածված եւ լուրջ սխալ է։ Իմունիտետի վրա ազդող դեղամիջոցը կարող է նշանակել միայն բժիշկը իմունոգրամայի առկայության պարագայում, այսինքն միայն այն դեպքում, երբ առկա է իմունիտետի բոլոր օղակների ցուցանիշների ցանկը, ինչը մեր իրականությունում թերևս բացառված է։ Այստեղից հետևություն չի կարելի ինքնուրույն օգտագործել դեղամիջոցներ, քանզի դուք չեք կարող նույնիսկ մոտավոր պատկերացում ունենալ իմունիտետի մասին, նույնիսկ եթե անգիրանեք պաշտպանությանը նվիրված ամբողջ գրականությունը։ Ինչպես նաև պետք է հիշել, որ մարդը կարող է ինքը իրեն օգնել առանց վնասելու միայն այն դեպքում, եթե հետևի ալերգիկ տարրերից հեռու սննդակարգին։
Այստեղ ունենք բավականին լայն ցուցակ, որը կարող ենք Միս կարելի է, ինչ լավ է։ Միսամթեր կարող են քաշած տեսքով, բայց դավարի միս, հավի միսը, խոզի միսը ցանկալի է սահմանափակել, նույնը գառան մսին է վերաբերվում։ Կարող ենք օգտագործել սուպեր, հասարակ ջրով պատրաստած, խաշած մսով, դավարի խաշած մսով, ոչ յուղոտ իհարկե տարբերակով։ Կարող ենք օգտագործել շիլաներ տարբեր տեսակի, եւ հնդկաձավարի, եւ բրինձով, եւ մակարոնեղեն, բոլորը խաշած, վերջում կարակով կամ մի փոքր ձեթով, մի փոքր աղով։ Կարող են կատնամթերքից օգտագործել կատնաշորը թթվասերի հետ ոչ յուղային, սրանք չի կարելի։ Հավ չի կարելի։ Հավը մի որոշ ժամանակ պետք է սահմանափակել։ Ոյնենց եմ սիրում։ Իսկ ձուկ։ Ձուկն էլ ցանկալի է մի փոքր սահմանափակել։ Բա որ ասում եմ, ամենահամովը չկա։ Կտային բանջարեղեն բավականին, սակայն հաշվի առնելով, որ հիմիկվա շրջանում մենք ունենք բանջարեղենը բոլորը պարարտացված, աճեցված, ցանկալի չի հատկապես, ես ընդհանրապես խորհուրդ էի տալիս, որ զերծ մնալ այս շրջանում, երբ իրանք բնական չեն առաջանում, լավ կլինի սահմանափակել հատկապես ալերգիկներին։ Մրգերից կարող ենք խնձորը ցանկացած իր վիճակով եւ խաշած վիճակով կարող ենք եւ տապակված, կարող ենք ջեռոցում եւ իհարկե սուպերի, կոմպոտների տեսքով եւ թարմ տեսքով ինչու՞ չէ, թեյ, սև թեյ Նիհարում ենք։ Սև թեյ կարիքը կա դրա, սակայն Կանաչ թեյ սիրում եմ, չի կարելի, հա։ նո մի քիչ սահմանափակենք։ Նո շոշտակոն։ Այնուհետև բժիշկը ջուսին խորհուրդներ տվեց կապված հիպոալերգիկ խնամքի միջոցների կիրառման անհրաժեշտության առումով։ Այլ կերպ ասած, զգայուն ու ալերգիային հակված մաշկի տեր մարդկանց չի կարելի օգտագործել հոտավետ ու անհայտ ծակման խնամքի միջոցներ։ Ցանկալի է մասնագետների հետ խորհրդակցել ու ձեռք բերել ալերգիկ տարերից զուրկ միջոցների կոմպլեկտ, որոնք ամենևին չեն զիջում կոսմետիկ այլ միջոցներին, իրենց ազդեցությամբ, դեռ ավելին մի բան էլ անվտանգ են։ Դրանց թվում են բուժիչ օճառները, շամպունները, խոնավացնող գելերը եւ այլն, որոնք ունեն հանգստացնող, պաշտպանիչ, հակաալերգիկ եւ այլ բուժական ազդեցություններ։ Սակայն ալերգոլոգը այսքանով չսահմանափակվեց։ Նա պնդեց մաշկաբանի հետ խորհրդատվության անհրաժեշտության հարցում։ Քոր ունեք նշված հատվածում։ Հովսեփ Ասլանյան, Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկ մաշկասառավարակաբան։ Մեկ-մեկ լինում է, եթե ես նյարդայնանում եմ կամ ինչու, ինքը տաքանում է, կարմրում է, սկսում է քոր գալ։ Իսկ ինչքան ժամանակ է որ արդեն 2002 թվականից, բայց առաջ շատ մուկ էր, մուկ շագանակագույն եւ ինչ որ փայլուն էր, բայց հիմա արդեն ինքը բացվել է։ հա, բացվում է։ Սահմանազատված միշտ այդպես է եղել, հա, առողջ մաշկից ինքը խիստ տարբերվում։ Չի տարածվում ինքը, տենց որ Չի տարածվում։ Չէ, տենց։ Իսկ առաջներում եղել է մինչև այդ ցանավորում մարմնի։ Չէ։ Լաքանման բծային Չէ, չի եղել։ որ կա, ամեն դեպքում իրեն անհանգստացնում է սա։ Եթե չանհանգստացնում։ Եթե չքսեմ ոչ մի բան, ինքը քոր գալիս է, եթե չքսեմ չի գալիս։ Պարզ է, որ որոշակի հորմոնալ երևի դեղամիջոցներից բան ինքը քորը կարծես հանգստանում է։ Դիմել եք մաշկաբան։ 3 մազ են տվել, ինչ որ դեղ են տվել, բայց չեմ հիշում արդեն։ Ну երկարատև օգտագործեցիք, թե ինչ որ մի շաբաթ օգտագործեցիք, տեսակ որ Մի ամիս, հետո էլի գնաց անցավ, հետո ուրիշ բան է, նշանակի էլի մի ամիս ու տենց քիչ-քիչ անցնում է ասպիտ։ հա, քիչ-քիչ անցնում է։ Ինչ լինի, տենց։ Դե առաջին հերթին լաքանման ցանավորում է, բազմագույն ворքինի տարատեսակներից կարող է լինի, որը պետք է տեղային բուժում, հիմնականում տեղային բուժում պետք է դրել։ Իսկ նման լաքաները ընդհանրապես էլ ինչի մասին կարող են խոսել, այսինքն եթե նման խնդիր Եթե դեմքի վրա լիներ, կմտածեինք նաև այսպես կոչված խլոազմատիկ խլոազմայի մասին։ Դա էլ լաքանման ցանավորում է տալիս, դա գինեկոլոգիական, էնդոկրին, հա, ներքին հիվանդությունների դեպքում, որոշ հիվանդությունների դեպքում լինում է այդ խլոազմատիկ ցանավորումը։ Ինքը շատ նման է այդ բծային լաքանման կամ բազմագույն ворքինի։ Նմանություն ունի։ Եթե խնդիրներ չի լինում, հա, էնդոկրին, նոր արդեն մտածում ենք, որ հա, բազմագույն ворքինը ինքը արտահայտված է խիստ, հա, ոնց որ խիստ արտահայտ թեփոտում, իսկ խլոազմայի ժամանակ թեփոտում չկա։ Սովորաբար երբ մաշկի վրա լաքաներ են լինում, շատ հանգիստ են վերաբերվում եւ միանգամայն նորմալ է, կարելի է նույնիսկ մասնագետի չգնալ կամ գնալուց է կոսմետոլոգիական ծառայությունների են դիմում։ Արդյոք սա զուտ բժշկական խնդիր է։ Ճիշտ ասած, զուտ բժշկական խնդիր է, որովհետեւ պատճառը չեն վերացնում կոսմետոլոգիական կենտրոններում։ Նրանք կարող են անել
հա, շերտազատում մաշկի, հա, կրեմներով կամ լազերային, հա, դերմաբրազիա որ կոչվում։ Ինձ ասել են, որ ես անեմ, բայց ինձ թվում է սխալ է, որ ես անեմ։ Չէ, միանշանակ, պետք է Լազերային է։ Չէ, դա ներսի խնդիր է, պետք է անպայման բժշկական բանով լուծվի հարցը, բժշկի կողմից լուծվի հարցը, որպեսզի նորից ինքը չկրկնվի։ Հա, իհարկե, չի կրկնվում։ Խնդիրը կրկնվելու մեջ է։ Դուք պատճառը, հետևանքը վերացնում եք, բայց պատճառը ոչ։ Պրոցեսը կրկնվում է հենց նույն տեղում, թե կարող է տարածվել մեկ այլ հատվածի։ Կարող է լինել մի այլ հատվածում։ Պարտադիր չի, որ լինի, ասենք, անպայման նույն տեղում։ Նման խնդիրը լուծվում է մեկ ամսվա ընթացքում, հա, մեկ ամիս տևում է, որովհետև մաշկը պետք է կամ շերտազատվի եւ համապատասխան մազերը, քսուկները նշանակվի, որպեսզի ինքը անցնի։ Այո, ցավոք մեր իրականությունում կան բազմաթիվ մոլորություններ, մաշկային տարիքային լաքաներ անվան տակ։ Այս դեպքերում հիմնականում կոսմետոլոգները կատարում են մաշկի շերտազատում, ինչը ի դեպ պահանջում է բժշկական մոտեցում, քանզի պետք է անել աստիճանաբար շերտ առ շերտ որոշակի ժամանակահատվածում, որպեսզի մաշկը ել ավելի չվնասվի։ Իսկ ավելի գրագետ կլինի տվյալ լաքայից կատարել թեփոտում, վերցնել քսուկ բակտերիոլոգիական քննություն կազմակերպելու համար, պարզելու արդյոք դրա պատճառը մանրեն կամ որևէ միկրոօրգանիզմը չեն։ Այնուհետև միայն կարելի է որոշել այդ պրոցեսի հետագա վարման ընթացքը։ Մանրեաբանական քննությունը կատարվում է ահա այսպես։ Այն էական է ոչ միայն մանրեի տեսակի որոշման համար, այլ նաև տեստավորելու դեղամիջոցները, որոնց նկատմամբ առավել զգայուն են տվյալ տեսակի մանրեները։ Այս ամենը բուժումը դարձնում է առավել նպատակաուղղված։ Այսուհանդերձ, բոլոր տեսակի թեստերը եւ հետազոտությունները ընդհանրապես բժշկին օժանդակող միջոցներ են հիվանդության ախտանունը որոշելու համար։ Հարգելիներս, քանի որ մաշկային հիվանդություններից ամենատարածվածները սնկային ախտերն են, որոնք հատկապես սրվում են տարվա շոկ եղանակին, առաջարկում եմ այս պահին համակ ուշադրությամբ լսել բժշկի խոսքը նվիրված այս հիվանդագին պրոցեսին։ Ընդ որում մենք առանձին ուշադրություն ենք դարձրել դիմադրողականության դերին մաշկային հիվանդությունների հատկապես սնկային ախտերի զարգացման գործում, այնպես որ ուշադրություն։ Օրգանիզմի դիմադրողականության եւ ստեղ մաշկի նաեւ դիմադրողականության շատ կարեւոր պայման է, շատ կարեւոր պայման է։ Երեխաների մոտ դիմադրողականությունը բավականին բարձր է եւ նրանք ավելի քիչ են սնկային հիվանդությունը, չնայած լինում են դեպքեր։ Քիչ են լինում սնկային հիվանդությունների փոխանցում ծնողներից կամ փոխանցման, ասենք, լողավազանները, հա, լոգարանը կարող է լինել փոխանցման աղբյուր, հա։ Ընդհանուր օգտագործման այսպես միջավայրերը կարող են լինել սնկերի փոխանցման աղբյուր։ Դա արդեն անհատականություն, առանձնահատկություն է յուրահատուկ օրգանիզմի եւ բուժման տեսակետից եւ վարակի տեսակետից։ Դրա համար պետք երբեմն օգտագործում ենք իմունոստիմուլյատորներ, որպեսզի օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնենք, որպեսզի ինքը կարողանա հաղթահարել հիվանդությունը, որովհետեւ սնկային հիվանդությունները իրենք երկար են տևում իրենց բուժման ընթացքում։ Որովհետև հիվանդություն անցնելուց հետո դուք անկալունակ եք այդ տիպի սնկի նկատմամբ, անկալունակ է, եւ որպեսզի պրոֆիլակտիկան երկար է, որ նորից նույն process-ը մենք նորից չունենանք կրկնություն։ Ես ուզում եմ հեռուստադիտողների ուշադրությունը ուղղակի գրավել այդ հանգամանքի վրա, որ միայն անձնական հիգիենան թերևս շատ քիչ է, որպեսզի համարենք, որ պաշտպանում ենք մեզ, շրջակա միջավայրի մաքրությունը եւ հատկապես նման հիվանդությունների պարագայում եւս մեկ անգամ արդեն դեզինֆեկցիան շատ կարեւոր հանգամանք է։ Շատ կարեւոր։ Ճիշտ է։ Միանշանակ պետք է անպայման դեզինֆեկցիա անել ամեն լողանալուց հետո, որովհետեւ երբեմն լինում են այդ սնկային տարիքային տարիք ունեցող մարդկանց, հա, ոչ թե ասենք հիվանդություն, այլ ծերունական եղունգները հաստացել են կամ այնտեղ որոշակի երևույթներ կան մաշկային, իրենց թվում է թե դա ծերունական տարիքի հետ կապված փոփոխություն են, բայց շատ հաճախ լինում է, որ դա սնկային հիվանդությունները եւ փոխանցում է շրջակա միջավայրը եւ շրջակա միջավայրը։ Միշտ փորձում ենք գտնել աղբյուրը, որտեղ հիվանդին ինչքան էլ մենք բուժենք, հա, մինչև աղբյուրը չի վերացվում, մենք անդադ նույն process-ի մեջ կկրկնվենք։ Այսինքն անդադ հիվանդը դուրս կգա, կանցնի որոշակի ժամանակ, նորից իր մոտ։ Բոլոր դեպքերում պետք է բացառել վարակի առկայությունը, այո։ Աղբյուրի բացակայությունը դա ամենակարևորն է։ Սնկային ախտահարումները հիմնականում իրենց միջավայրը պետք է, տաք միջավայր, խոնավ միջավայր, հա, եւ բնական է, որ ամռան սեզոնին սկսում են իրենց սրացումները։ Հատկապես քրտնելու պարագայում։ Քրտնելու պարագայում եւ այնտեղ հիգիենայի կանոնների, հա, երբեմն արդեն թերագնահատում ենք այդ հիգիենան
այդ դեպքերում սրացում է լինում, շատ տարածված հիվանդություններից երևի ընկային մի փոքր առանձնացնեմ դիսկի դրոզն, դա մանր պշտիկներ են ձեռքերի վրա, որը շատ տարածված է։ Մանր պշտիկներ քոր են գալիս, հա, անհանգստացնում են հիվանդներին, կարող են լինել ձեռքերի եւ ոտքերի վրա, եւ շատ հաճախ ինքնաբուժումով են զբաղվում, վերցնում են դեղատները, դեղամիջոցները օգնում են, տալիս են, բայց նա ժամանակավոր կարող է էֆեկտ լինել, կարող է եւ ավելի բարդանալ հիվանդի վիճակը։ Լինում են դեպքեր շատ բարդացված վիճակներ, երբ որ արդեն գնում է էկզեմատոզ process։ Այլ կերպ ասած ինքնաբուժումը բացառվում է։ Ինքնաբուժումը շատ լավ կլիներ, որ բացառեինք։ Շատ, որովհետեւ դա բավականին երկար բուժվող, համառ բուժվող հիվանդություն է։ Ահա եւ ես ստացա անալիզների պատասխանը, որը ինձ համար շատ ուրախ էր, քանի որ ես ավելի ինչ որ բարդ բան եմ մտածում, բայց այնինչ որ ես բուժում էի 10 տարի, փաստորեն կարելի է շատ կարճ ժամանակվա ընթացքում բուժել։ Եվ այս հաղորդման շրջանակներում ես հանդիպեցի շատ լավ տաղանդավոր եւ մարդ եւ բժիշկներին, ինչ համար ես շատ ուրախ եմ եւ ինձ թվում է ցանկացած մարդի հետ ինչ որ խնդիրներ է ունենում, պարտադիր է գնալ բժիշկների մոտ, բայց ճիշտ բժիշկների մոտ եւ տաղանդավոր բժիշկների մոտ։ Բոլորին առողջություն։ Բժշկի եզրահանգում ջուսի խնդիրները նյարդային եւ ալերգիկ գործոններից են։ Նշանակվեցին խնամքի կոսմետիկ հիպոալերգիկ միջոցների համալիր եւ հակաալերգիկ բուժում։ Հարգելիներս, այն, որ մեր սիրելի ջուսի մոտ այդպես էլ չհայտնաբերվեց սնկային հիվանդությունը, դեռևս չի նշանակում, որ ձեզ մոտ եւս այն չի հայտնաբերվի, որքան էլ որ ձեզ թվում է, թե ձեր դեպքը միևնույն է։ Այնպես որ հետևությունը թողնում եմ ձեզ, իսկ մեզ նախկինի պես կարող եք զանգահարել մեր մշտական կոնտակտերով։ 055 09 86 27 հեռախոսահամարով կարող եք գրել առողջություն@am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև գտնել առողջության YouTube-ի եւ Facebook-ի էջերում։ Ուղղեք ձեր հարցերը եւ ստացեք նաև պատասխանները։ Իսկ այս պահին առանց մեկնաբանությունների ներկայացնում ենք մեր առաջիկա հանդիպման թեմայի հատվածները։ Ցավոք սրտի չի հետևում որակյալ միջոցներին։ Հաճախ աշխատանք եմ կատարում եւ չեմ հագնում ռետինե ձեռնոցներ։ Ներքին հիվանդություններ կան։ Այսքանը առաջիկայում մեզ սպասեք եթերում Կիրակի ժամը 13-ին, Երկուշաբթի ժամը 14-ին, շաբաթ օրը 8:25 րոպեին։ Եվ հիշեք, առողջ ապրելակերպի հիմնական գործոններից է իհարկե անվտանգ վարքագիծը, այնպես որ հետևեք նաև առողջ ապրելակերպի այս դրույթին։ Մինչև նոր հանդիպում։